Նորից է Մոսկվան Երևանին հիշեցնում, պետք է ընտրել ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև, դա պետք է անել մինչև թրիփի բացումը։ Այս ուղերձն է կովկասագետ Կարեն Իգիթյանը լսել Ռուսաստանի փոխարտգործնախարարի RTV-ին տված հարցազրույցում։ Եթե դուք իրականում հակառուսական եք տրամադրված, եթե դուք իրականում գնում եք դեպի արևմուտք եւ ապա մի քանի հարց առաջանում։ Նախ ինչու եք դա անում ԵԱՏՄ-ի ռեսուրսների հաշվին, եւ երկրորդը ոնց եք դուք դա պատկերացնում լինելով ԵԱՏՄ-ի մաս։ Միխայիլ Գալուզինը հիշեցրել էր Թրամփի ուղին ռուս սահմանապահների պատասխանատվության գոտով է անցնելու։ Հնարավոր չէ հաշվի չնստել Մոսկվայի հետ։ Թրամփի ուղին նույնպես անցնելու է ռուս սահմանապահների վերահսկողության տակ գտնվող հատվածով։ Այսպես թե այնպես Ռուսաստանի կարծիքը պետք է հաշվի առնել, ԵԱՏՄ կարծիքը նույնպես պետք է հաշվի առնել։ Թրամփի ուղով ինչ էլ անցնի, անցնելու է ԵԱՏՄ տարածքով, հետևաբար ենթարկվելու է ԵԱՏՄ կանոններին։ Գալուզինի հայտարարությունն այս մասին է, ըստ Իգիթյանի։ Հայկական երկաթուղիները հարավկովկասյան երկաթուղիների վերահսկողության տակ են։ Տրանզիտը Հայաստանով պետք է իրականացվի ԵԱՏՄ նորմերին ու կանոններին համապատասխան, այն ԵԱՏՄ-ի, որից Հայաստանը հայտարարում է, որ չի պատրաստվում դուրս գալ։ Այդ պատճառով է Մոսկվան ուզում հասկանալ, Հայաստանը ի վերջո պատրաստվում է լքել Եվրասիական տնտեսական միությունը։ Այստեղ հարցը հետևելն է, եթե դուք այս տրիպը ստեղծում եք, ոնց է դա համադրվում ԵԱՏՄ-ի հետ, որովհետև իրականում ապրանքները, եթե այդ պրոյեկտը լինի, հատելու են ԵԱՏՄ-ի սահմանը եւ ԵԱՏՄ-ն ունի իր պրոցեդուրաները, օգտագործվելու են նրանք թե ոչ։ Իգիթյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է ռուս սահմանապահներին նաև հայ-իրանական սահմանից հեռացնելու որոշում ընդունել։ Թրամփի ուղու իրականացման ճանապարհից իր համար այդ խոչընդոտն էլ հեռացնելու համար։ Երբ որ հասավ գործը ռեալիզացիային, ապա այդ հարցը նույնպես կանգնելու է, որովհետև Հայաստանը ունի այդ իրավունքը եւ այս դեպքում որևէ պայմանավորվածություն չի խախտվելու Հայաստանի կողմից եւ կարծում եմ այո հեռացնելու են նաեւ ռուս սահմանապահներին, եթե հարկեղավ նաեւ այս հատվածից։ Թրամփի ուղու բացումը հարավային Կովկասում Ռուսաստանի համար անվտանգային հարց է, ոչ թե տնտեսական, ընդգծում է կովկասագետը։ Մոսկվան այդ նախագիծը որպես իր դեմ քաղաքական ծրագիր է ընկալում։ Ռուսաստանը ուզում է վստահ լինի, որ այդ պրոյեկտը ռազմական առումով իր դեմ չի օգտագործվի, որ իրանք վստահ լինեն, որ ռազմական բեռները չեն անցնելու այն դեպքում, եթե Ռուսաստանը ունենա ուրիշ որևէ պատերազմական իրավիճակ իր սահմաններին։ Ըստ Ռուսաստանի փոխարտգործնախարարի միայն իրենք չեն դժգոհ այդ նախագծից, նաև Իրանի ու Չինաստանի սրտով չէ հայ-ամերիկյան ծրագիրը։ Հաշվի առնելով, որ Պեկինը հրապարակային դիրքորոշում չի հայտնել թրիփի վերաբերյալ, կովկասագետը կարծում է Գալուզինի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ ռուս-չինական քննարկումներ կան Թրամփի ուղու շուրջ։ Լիլիթ Սարգսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։